Այսօր պատրաստում եմ զատկի սեղանի ավանդական ուտեստ կուլիչ։ Կուլիչը զատկի ավանդական քաղցր հաց է, որը տարածված է հատկապես ռուսական, ուկրաինական և բուլղարական խոհանոցներում։ Այն սերտորեն կապված է ուղղափառ քրիստոնեության զատկի տոնի հետ և հաճախ մատուցվում է ծիսական ուտեստի Պասխայի կողքին։ Կուլիչի արմատները հասնում են հին քրիստոնեական ժամանակներ։ Այն նախապատմական տոնական հացերի շարունակությունն է, որոնք մարդիկ պատրաստում էին գարնանային հնձաններին որպես արգասաբերության ու նոր կյանքի խորհրդանիշ։ Քրիստոնեության տարածման հետ այդ ավանդույթը փոխակերպվեց և ներգրավվեց զատկի ծիսակարգի մեջ, ձեռք բերելով կրոնական նշանակություն։ Բառը «կուլիչ» հավանաբար առաջացել է հունարեն «կոլիվա» բառից, որը նշանակում է եփած ցորեն, երբեմն մատուցվող հոգեհանգստի արարողությունների ժամանակ, բայց ի տարբերություն կոլիվայի, կուլիչը շատ ավելի բարդ է պատրաստման առումով, հարուստ է կարագով, չամիչով և հաճախ պատրաստվում է բարձր բորբոսաձև հացերի տեսքով, խորհրդանշելով Քրիստոսի հարությունը և երկնքի բարձրացումը։ Կուլիչը սովորաբար օրհնվում է եկեղեցում զատկի գիշերը և ապա կտրում են այն միայն հարության արարողությունից հետո։ Հաճախ այն զարդարվում է սառեցված շաքարով և գրություններով։ Այս տոնական հացը ոչ միայն շատ համեղ է, այլև խորապես իմաստավորված, խորհրդանշելով կյանքի նոր սկիզբ, հոգևոր զարթոնք ու ուրախություն։ Կուլիչի ավանդական տարբերակը այսօր ունի բազմաթիվ ստեղծագործ ձևափոխություններ, կախված տարածաշրջանային համերից։ Ես պատրաստում եմ կարագով, ցորենի ալյուրով, շոկոլադով, չամիչով, ինչը կուլիչին տալիս է հագեցած և համեղ կառուցվածք, իսկ վերին մասը պատում եմ բեզեով, որը նրան տալիս է փափուկ ամպիկի նման տեսք և հիանալի համադրվում է խմորեղենի փարթամ բույրին։ Այսպիսի մոտեցումը պահպանում է կուլիչի ավանդական խորհուրդը, միևնույն ժամանակ տալով նրան ժամանակակից շունչ և հեղինակային ոճ։ Իսկ դու սիրում ես կուլիչ և պատրաստելու ես այս տարի, նշիր մեկնաբանություններում և դիր լայք, եթե հավանեցիր։